Ոչ բոլոր հավելումներն են հավասար։ Եթե դուք կամ ձեր ծանոթները երբևէ ձեռք եք բերել օմեգա 3 հավելում դեղատնից կամ առցանց, հավանաբար կա մի հարց, որի պատասխանը չունեք։ Արդյոք արկել եք այն, ինչ անհրաժեշտ էր եւ ինչ իրոք էֆեկտիվ է։ Պատասխանը կախված է նրանից, թե ինչ եք գնել, ինչ եք ձեռք բերել։ Այսօր ես կպատմեմ ամեն ինչ օմեգա 3-ի մասին, գիտությունից մինչև հավելումների որակ, եւ կպարզենք բոլոր չբացահայտված հարցերի պատասխանները։ Օմեգա 3-ը ճարպաթթու է, որն օրգանիզմն ի վիճակի չէ ինքնուրույն արտադրել, այսինքն պարտադիր պետք է ստանանք սննդից կամ հավելումներից։ Կան օմեգա 3-ի 3 հիմնական ձևեր՝ ALA, բուսական, օրինակ կտավատի, ընկույզի մեջ, բայց մեր օրգանիզմը սա ակտիվ ձևերի է փոխակերպում ընդամենը 5-ից 15% դեպքերում, այսինքն մենք կարող ենք մեծ չափաբաժին կիրառել այս սննդից, բայց այն չփոխարինվի։ Սա միայն բավարար չէ։ Եվ երկու տեսակ կենդանական EPA, որը հիմնականում լինում է ձկան մեջ եւ հակաբորբոքային ազդեցություն է ապահովում, սիրտանոթային եւ իմունային համակարգի համար է նախատեսված, եւ DHA, էլի կենդանական ծագման, որը գլոբալ առումով ամենակարևորն է ուղեղի, աջիկի ցանցաթաղանթի, նյարդային համակարգի համար։ Այն հանդիսանում է օմեգա 3-ի ճարպաթթուների հիմնական ձևերից մեկը եւ պարզ ասված DHA-ը սնունդ է մեր ուղեղի համար։ Ինչ նշանակություն ունի օմեգա 3-ը օրգանիզմի համար։ Խոշոր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ արյան մեջ օմեգա 3-ի բարձր մակարդակ ունեցող մարդկանց մոտ նվազում է էականորեն սրտի իշեմիկ հիվանդությունները, ինֆարկտի զարգացումը եւ սիրտանոթային մահացության ռիսկերը։ 2024 թվականին խոշոր ուսումնասիրության արդյունքում շուրջ 200,000 մարդ օմեգա 3-ի բարձր մակարդակ ունեցող մարդիկ պարզվեց, որ իշեմիկ ինսուլտի շուրջ 20%-ով ավելի ցածր ռիսկ ունեն, քան նրանք, ովքեր ունեն օմեգա 3-ի դեֆիցիտ։ Կլինիկական տվյալները ցույց են տալիս, որ օմեգա 3-ի մոտ 3.3 գրամ ընդունումը կարող է դանդաղեցնել կոգնիտիվ անկումը եւ բարելավել ուղեղի ֆունկցիան։ Օմեգա 3-ը ունի նաև հակաբորբոքային ազդեցություն եւ օգնում է օրգանիզմի բորբոքային գործընթացների ընկճմանը, որը եւս շատ կարեւոր է օրգանիզմի համար։ Բայց եկեք հասկանանք ամենակարևոր մասը՝ հավելումների որակը։ Օմեգա 3 հավելումները լինում են 3 հիմնական ձևով՝ էթիլէստեր, EE, որը արհեստական ձևն է եւ ունի շատ ցածր կենսամատչելիություն։ Երկրորդը տրիգլիցերիդներ, TG։ Սա բնական ձև է, ինչպես ձկան մեջ եւ ավելի լավ է ընկալվում օրգանիզմի կողմից։ Եվ ռեէսթերիզացված տրիգլիցերիդներ, RTG։ Սա վերամշակված տրիգլիցերիդներն է եւ ունի ամենաբարձր կենսամատչելիությունը։ Ինչ է ցույց տալիս գիտությունը։ Բնական ձևով օմեգա 3-ի կլանումը մոտ 50% ավելի բարձր է, քան արհեստական ձևինը։ Արհեստական ձևը դատարկ ստամոքսում կարող է կլանվել ընդամենը 20%-ով, իսկ ճարպային սննդի հետ մինչև 60%։ Բնական ձևը լավ է կլանվում նույնիսկ առանց ճարպի, այսինքն ոչ բոլոր օմեգա 3-ն են նույն կերպ աշխատում եւ մենք նույն արդյունքը չենք կարող ստանալ։ Որոշները օրգանիզմը օգտագործում են հեշտ, որոշները դժվար, հետևություն, նույն գումարով կարող ես ստանալ կամ օգուտ, կամ գրեթե ոչինչ։ Ուստի գնելուց առաջ միշտ պետք է ուշադրություն դարձնել, թե որ տարբերակն ենք օգտագործում։ Կա նաև կրիլ յուղ։ Տարբերակը սա այլ տարբերակ է օմեգա 3-ի եւ սա ֆոսֆոլիպիդի ձևով է, այն ավելի հեշտ կարող է ներծծվել եւ հաճախ ավելի մաքուր է լինում։ Հիմա եկեք հասկանանք ամենատարածված հարցը՝ ինչքան ընդունել եւ երբ ընդունել։ Ըստ ուղեցույցների օրական մոտավոր ընդունման դոզան 250-ից 500 միլիգրամ է ընդհանուր առողջության համար, 1000-ից 2000 միլիգրամ սրտանոթային համակարգին աջակցելու համար, 2000-ից 4000 միլիգրամ բարձր տրիգլիցերիդների դեպքում եւ միայն
բժշկի հսկողությամբ։ Իսկ երբ է անհրաժեշտ խմել օմեգա 3-ը, լավագույնը սննդի հետ, հատկապես ճաշի կամ ընթրիքի ժամանակ, կարևոր չէ կոնկրետ ժամը, կարևորը չլինի դատարկ ստամոքսին, այլ սննդի կիրառման ժամանակահատվածում։ Ինչպես ընտրել որակյալ օմեգա 3։ Ուշադրություն դարձրեք, որ տուփի վրա լինի նշված տրիգլիցերիդ կամ RTG նշումը։ Ընտրեք EPA plus DHA ֆորման։ Որքան բարձր լինեն այս թթուները, այնքան մեծ է էֆեկտիվությունը։ Որակի սերտիֆիկատի առկայությունը ցանկալի պայման է։ Ինչից խուսափել եւ ինչից զգուշանալ։ Զգուշացող նշան է հանդիսանում պարզապես օմեգա 3 օրինակ 1000 առանց ձևի նշման, ուժեղ ձկան հոտը տուփից եւ շատ ցածր գինը։ Եթե ուզում եք, որ հավելումները իսկապես աշխատեն, պետք է մոտենալ դրանց այնպես լրջությամբ, ինչպես մոտենում եք ցանկացած դեղի, գիտությամբ, այլ ոչ թե մարքեթինգի զոհ դառնալով։ Եթե սա օգտակար էր, բաժանորդագրվեք իմ YouTube-յան էջին, որովհետև այստեղ բացահայտելու ենք բոլոր հնարավոր բարդ բժշկական թեմաները պարզ եւ կիրառելի ձևով։ Առողջ եղեք։